Նախ եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ եւ հարգանքի արժանի մարդիկ հենց ներսում։ Ես այդ մարդկանց անունները, եթե պետք է լինի, նույնիսկ կբարձրաձայնեմ, թող պատասխանեմ, հարցս տվեք, մի ընդհատի, թող պատասխանեմ։ Երկրորդը, տարանջատեք եկեղեցին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին եւ որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց, դրանք տարբեր բան են, այսօր շատ լրատվականներ գրում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, ով փորձի ոտնձգություն անի, ես եւ իմ բոլոր ընկերները առաջինն են կանգնած այդ որպես պաշտպան, անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը իդեպ մեղ կա, անհատը ու եկեղեցին ենք տարբեր բաներ են, ինչ որ մարդիկ ասում են ես ես ինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի, դու ով ես որ հայ առաքելական եկեղեցու հետևորդին չթողես, մտնի ինքը եկեղեցի, դու ծառայես, իրանք սուս մնա, չկգնամ հենց հիմա, եթե մյուս անգամ ընդհատեցիր, այդ մարդիկ ծառաներ են, իրանք պետքա ծառայեն այն մարդկանց, ովքեր որ հավատացել, իրանք ծառայեն, ծառայից բացի իրանք ոչ մեկ են անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ունեն, Երևանի կենտրոնում, Էջմիածնում ինչքան գույք ունեն, իշխանության մասին շատ բան են ասում, այսօր իշխանության դեմ մի այլ կարգի պատերազմ է գնում, այդ պատերազմը հիբրիդային ավելի է շատանալու, հիմա չես ընդհատում, այլևս քո հարցերին չեմ, այսօր քո հարցերին չեմ պատասխանելու, այո, ասում են եւ ես եւ վարչապետը եւ մյուսները, երբ որ ասում են, որ մենք ինչ-որտեղ վիլլա ունենք, շենքեր ենք կառուցում, գնում ենք այդ ամեն ինչի հետևից եւ ի ցույց ենք դնում, որ դա հերթական սուտն է եւ կոչ եմ անում շարունակել յուրաքանչյուր այն մարդը, որ տենց բան ասելու, ես վստահեցնում եմ, գալու ենք այդ մարդկանց հետևից, ձեր հետ լրագրողների հետ։